Leah Beauty Academy. Leah Beauty Academy. Ողջույն հարգելի հեռուստադիտողներ, 21 TV եթերում աշխատանք սկսում է Ձինայդ նախագիծը։ Եվ Հակոբովն ձեզ համար նախապատրաստել է բացառիկ թողարկում, երաժշտական, հաճելի պրեմիերը, տաղանդավոր մարդու հետ հանդիպում եւ այսպես շարունակ, բայց ըստ ֆորմատի շնորհավոր եմ օրվա բոլոր հոբելյարների լավագույն բարեմաղթանքներով, առողջ մարդկանց շրջապատում աստծոյնությամբ եւ բացառապես 21 TV-ի հետ։ Հատուկ ձեզ համար տեսահոլովակ եւ ասեմ, որ տեսահոլովակի տաղանդավոր հերոսուհին Ռոպե Նրանց կլինի մեզ մոտ տաղավարում։ Ում մասն է խոսքը կիմանաք հենց հիմա։
Ես վստահ եմ, որ հենց հիմա շատ հեռուստադիտողներ մոտ նստեցին, ձայնը բարձրացրեցին, շատն էլ ասում են Դինա ջան ոնց որ ուշացել, բայց ըստ ժամանակին ունի նորություն եւ բնականաբար միասին կներկայացնենք։ Ըստ ֆորմատի տեղեկացնեմ, որ մեծագույն սիրով հյուրընկալեմ իմ տաղանդավոր ընկերուհուն Սոնա Շահգելձյանին։ Սոն ջան, ողջույն։ Ողջույն Դինա ջան։ Ոնց ես։ Հոյակապ քեզ տեսնելով, հյուրընկալվելով, ել ավելի ուրախ տրամադրությունը բարձր։ Ապրես Սոն ջան, փոխադարձեմ։ Ընկերուհիս 2 օր առաջ ֆուրոր արեց Instagram-ում շատ սիրուն երգ եւ տեսահոլովակ։ Ես հասկացա, որ եթե ես չնկատեմ, մեր ընկերները շատ տարածեցին, ու առավել եւս իմ ու քո ընկեր Լիաննան, ֆոտոգրաֆ, լուսանկարչուհին ասեց «Ձին, դու գիտես Սոնան էդ ինչ սիրուն երգ է երգում ու տեսահոլովակ չես կանչել քեզ մոտ»։ Ասում կարձագանքի Սոնան կգա։ Պատմի, հիմա պատմի իրենց։ Ասեմ մի քանի օր այո առաջ է եղել թարմ է տեսահոլովակը երգը, երգից խոսեմ եւ տեսահոլովակից։ Ես աշխատել եմ Արսեն Բարսամյանի հետ, իմ ընկերոջ, ում հետ որ շատ եմ աշխատել, երգեր եմ վերցրել նրանից, բնականաբար ինքը համ գործիքավորումն է անում, համ երաժշտությունն է գրում եւ mix mastering պրոֆեսիոնալ աշխատանք է կատարում։ Իմ հավերժություն երգը, որովհետեւ երգը նույնպես նա է գրել, երաժշտությունը եւ ցանկացա եւս այդպիսի մեկ երգ ունենամ իմ երգացանկում, դանդաղ, սիրային, մի քիչ ավելի տխուր, բայց հավատ ներշնչող։ Ամեն մեկը անցած կլինի այդ պատմության, ինչ որ մի դրվագ իր կյանքից անպայման կհիշի այդ պատմությունը կրկնվող հատկություն չէ ունի։ Բոլորս է յուրաքանչյուրս է որ բառերը լսում ենք, չգիտեմ, համ հուզվում ենք, համ ծիծաղում ենք, համ հույս ենք մեզ տալիս։ Մարդ կա, որ ասում է իմ սրտից ես երգում, իմ պատմությունը եղել է իմ անձնական կյանքում, բայց լավ ավարտ է ունեցել բնականաբար եւ ասեմ, որ խոսքերի հեղինակ իմ սիրելի Անիտա Հաղվերդյանն է, ում հետ ես միշտ եմ աշխատել ու աշխատում եմ։ Երաժշտությունը նշեցի ստեղծագործական այդ աշխատանքը Արսեն Բարսամյանինն է, իմ լավ ընկերոջը, ռեժիսոր էլի տաղանդավոր Ռուբեն Գրիգ, նույնպես էլի նրա հետ շատ աշխատանքներ ունեցել եմ եւ շատ տարբերվում է նրա աշխատանքները պրոֆեսիոնալ, որպես ռեժիսոր, Ֆելիքսը օպերատոր, բոլորս գիտենք, ում հետ էլի ունեցել եմ առիթ աշխատելու, շնորհակալ եմ, նույն հենց որովհետեւ տեսահոլովակս նա է հենց նկարահանել այդ գեղեցիկ պատմությունը եւ ասեմ, որ իսկապես այդ խաղը դերասանների, Պարուհու, տղայի, այդ խաղը շատ ստացվել է եւ չգիտեմ, ես կատարել եմ էմոցիայով լի ինձ պետք չէր ինչ-որ հատուկ ինչ-որ բաներ արվեր այդտեղ, ես մնացել եմ նույն Սոնա Շահգելձյանը, ուղղակի ես փորձել եմ իմ ձայնով, իմ երգով արտահայտել այդ պատմությունը, սիրո պատմությունը, հերոսուհին եմ եղել ես այդ տեսահոլովակի եւ նրանք էլ իրենց այդ գեղեցիկ կերպարը կերտել են շատ սիրուն եւ երգը կոչվում է Իզուրեի։ Իզուրեի, դե ամեն մեկը արդեն ինքը իրանով կպատկերացնի ինչու Իզուրեի։ Իզուրեի սիրել կամ Իզուրեի նվիրվել կամ հավատացել, չգիտեմ, ամեն մեկը յուրովի ու տարբերվող բառեր են, ասեմ, չկրկնվող են եւ շատ գեղեցիկ։ Ապրես, ես այսքանից հետո քո թույլտվությամբ արի միասին պրեմիերան կազմակերպենք ու ամփոփենք, հա։ Այնպես որ 21 TV-ի եթերում տեսահոլովակի պրեմիերա երգում է Սոնա Շահգելձյանը, վերադառնանք տաղավար ամփոփում։ Թող է դառնանա ու մոռանալ ու մոռանալ անհնարին նա կյանքեր համցանքեր ինչու եկար ինչու երկար
գրի էլ չեմ զանգի կյանքն եմ սկսում նոր մատնում եմ մատներս ինչու եկար ինչու երկար սեր դարձար հետո կորալ իզուր էի հասարում մի հորինել պատճառ ներելու համար դու ուր էիր ախուր էիր երբ ինձ պետք էր բացակայել իզուր էի հասարում մի հորինել պատճառ ներելու համար ես կույր էի բայց ձեր շուրթերիս քո համբույրն է Դենջ 21 TV եթերում տեղ ունեցավ տեսահոլովակի պրեմիերան, երգում էր Սոնա Շագելձյանը, նա ինձ մոտ տաղավարում է բավականին հետաքրքիր տարբերակով ներկայացրեց, իսկ ես շնորհավոր եմ ընկերուս լավ գործի համար։ Ես հիշում եմ, որ դու ամեն անգամ ասում ես «Ձին ինչքան էլ ես այսպես ասած հարց, փեսա, առիթներ, այդ թեմայի շուրջ երգում եմ, ուզում եմ այստեղից ինձ իմ նախընտրած ինձ թվում է այս այդ գործն է»։ Ես երգում եմ այս երգը արդեն տարբեր միջոցառումներին եւ նրանք են հենց ցանկանում, ովքեր որ ինձ ուզում են լսել։ Իմ լավ կատարումները տարբերվող, որ ինչու տարբերվող, որտեվ ես միավոր երգչուհի չեմ ինձ համարում, ես սիրում եմ անդադ տարբերվել։ Մի ոճով չեմ կարող հանդես գալ։ Տարբեր ոճերով ես ինձ ավելի եմ լավ զգում ու հանդիսատեսնել շատ գիտեք պահանջկոտ է, տարբեր է, դու պետք է այո ճաշակը թելադրես, միշտ ես դա եմ ասել, որ երգչուհին պետք է ինքը հենց ճաշակ թելադրի, ոչ թե հանդիսատեսը։ Բայց դե հիմա գիտես, շատ բաներ փոխվում են, փոխվել են, բայց դու պետք է էլի մնաս քո դիրքերում, քո տեղում ու գիտեք, Զինա ջան, ես չեմ նայում, որ իմ տեսալովակը շատ նայեցին, վյուները ապահովեցին ռեկլամներով եւ շատ գիտենք իրականում ոնց է արվում այդ վյուները եւ լինում է արդար բնականաբար արտիստների կողմից եւ ոչ այդքան էլի արժեք, շատ լավ գիտենք, տեղյակ ենք, բայց ես դրան ուշադրություն չեմ դարձնում, թող ավելի ինձ քիչ նայեն, ավելի արդար լինի ու դիտելիությունը, բայց չեմ սիրում ինչ որ շատացնել եւ այլն, բայց դե բնականաբար գովազդը շատ կարեւոր է։ Ես այդ երգչուհին կարծում եմ չեմ ուզում ինչ որ գովաբանել ինձ, ոչ, այդ этаպը անցել է ինձ մոտ ու այդ երգչուհին չեմ որ ուշադրություն միայն դարձնեմ այդ դիտելիությանը, վյուներին, ոնց որ դու ասեցիր, չէ, ես արել եմ շատ լավ աշխատանք, ճաշակով, մակարդակով, մնայուն, կոմերցիոն եւ նաեւ հիթային, որ բոլորը լսում են եւ շատ սիրում են ու կարծում եմ այդ երգը հավերժ կլսվի, ոնց որ իմ մյուս երգերը ես այո շատ գոհ եմ։ Համաձայն եմ, բայց դու գիտես, ես ունեմ 2-3 հատ երգ, ինչ երգ ուզում եմ, դա իմ սրտի երգն է, ես պաշտում եմ այդ երգերը, պետքա միշտ լինեն, մանավանդ որ ես առիթ եմ վարում։ Ամեն մեկը ունի իր արդեն ընտրած իր ճաշակը նաև, ճաշակը իր երգերը։ Շատ լավ։ Սոն, միջև նոր տարի, ինչ ենք անելու, ինչ որ գործեր կան կիսա, թե արդեն պատրաստում ես նոր տարուն։ Զինա ջան, նախ ասեմ, որ ես բացել եմ իմ վոկալ դպրոցը, ես առիթ ունեցա քեզ մոտ այո զրուցել, խոսել դրանից եւ ասեմ, որ աշխատում եմ շատ, թե on-line տարբերակով, ես ինքս եմ կրթում, ես ինքս եմ նվագում, ես ինքս եմ այդ ամեն ինչը անում, այսինքն իմ անվան տակ ինչ որ մեկը չի դասավանդում։ Ես այո Շագելձյան վոկալ ստուդիա, նաև բանիկները շատ են ու տարբեր, սահմանափակում չկա։ Ես ինքս շատ իսկապես հոգնում եմ, բայց սիրում եմ իմ աշխատանքը։ Ես ցանկացել եմ միշտ ունենալ ինչ որ մի դպրոց, թե վոկալի հետ կապված կլինի հետո ասմունք, կլինի այլ մասնագիտական ինչ որ մի ոլորտ, եւ ես իմ ուժերով այդ ամեն ինչին հասել եմ, իհարկե ինձ շատ մարդիկ աջակցել են, օգնել են դրա համար, որի համար հպարտ եմ իմ կողքին են լինել, ես էլ պատվով եմ այդ ամեն ինչը անում, ներկայացնում ովքեր որ սիրում են, ովքեր որ կուզենան իհարկե հաճախեն գան, շատ ունեմ, շատ ունեմ։ Սոն հենց այդ հարցը եմ ուզում տա։ Հիմա մեզ լսում են ծնողները, որոնք
ուզում են արդեն իրենց երեխան լինի Սոնա Շագելցյանը։ Թող լինի սիրով։ Ոնց են քեզ կապ հաստատեն, ունեմ աշխատող, իհարկե բնականաբար, թե Skype-երով, թե այդտեղ համարները ամբողջը տրված է, գրված է, առանձին էջ ունեմ, Արամ Խաչատրյան 26, ովքեր որ կցանկանան, հասցեն կա, ռեկլամը կա, գովազդը կա, ներողություն, ամբողջը այնտեղ գրված է, կարող են ինձ հետ կապ հաստատել։ Ես շատ փողզիջումների եմ գնում, որտեվ մարդկային մարդ եմ իմ էությամբ, այդ բոլորը գիտեմ, բայց փորձում եմ, որ այդ մարդկանց սովորեցնել։ Ուղղակի դա չլինի բիզնես եւ այլն։ Բնականաբար մեր աշխատանքն ամեն գնահատում ենք, ինչու ոչ պետքա գնահատես ու նաեւ լինի որպես աշխատանք։ Եթե դու քեզանով տաղանդավոր ես, անում ես քո շնորհն ունես, քեզ ոչ մեկ չի օգնում իրականում, բայց շատ դժվարություններով ես այդ ամեն ինչին հասել եմ ու ելի շատ նորություններ լինելու են։ Հիանալի է։ Սոնյաս քեզ համար ունեմ բլից հարցեր։ Սիրով։ Դու գիտես, ուզում եմ տեսնենք ինչպիսին է մեր Սոնայի ճաշակը։ Երկար չմտածես Սոն։ Գնացինք։ Առավոտյան սուրճ թե երեկոյան թեյ։ Սուրճ։ Նախընտրած գույն ունես։ Սև։ Սիրելի խոհանոց։ Հայկական։ Նախընտրած խմիչք։ Խմիչքների հետ սեր չունեմ, բայց գինի սիրում եմ։ Կենաց ունես սիրած։ Առողջույց միշտ առողջ լինի, առողջ լինեն բոլորը եւ խաղաղ։ Ապրես։ Իսկ գյուղ թե քաղաք։ Գյուղ։ Սոն ունես կյանքի հերոս։ Իմ ներկայիս հերոսը զինվորը։ Շատ լավ, ապրես։ Իսկ Սոնան ունի հոբի։ Այո, պար։ Լուրջ ես Այո, շատ եմ սիրում։ Անիմաստեր ես։ Ֆուտբոլ, սպորտ, իմ հոբին է։ Հա։ Սոն, ինչից ես դու ամենաշատը վախենում։ Վատ մարդկանցից, չար մարդկանցից։ Բայց անտեսում եմ եւ առաջ եմ գնում։ Հրճացավ։ Մեկ նախադասությամբ կարծիք մեր ներկայիս մշակույթի մասին։ Մեկ նախադասությամբ Սոն։ Մեկ նախադասությամբ։ Հա, արդեն ասեց դեմքդ։ Ոչ այդքան լավ։ Հասկացա։ Եթե Սոնան ունենում է վատ տրամադրություն, ինչ ես անում Սոն։ Մեկ ուսանում ես, շրջապատի հետ վիճվում ես, թե նենց ես անում մարդ չիմանա։ Այնպես եմ անում, որ մարդ չիմանա։ Ես ինձ մեջ զգացվում է դեմքիցդ։ Չէ, ես այնպես եմ անում, որ չեմ ուզենա, որ դիմացինս զգա կամ ինքը նեղվի, ավելի վատը զգա, այդ տրամադրությունը փոխանցեմ իրեն։ Վատը չեմ սիրում փոխանցել։ Շատ լավ։ Սոն դու լսում ես քո ներքին ձայնին։ Շատ, այնց ինտուիցիա ունեմ, այո, հենց այդ ներքին ձայնը։ Շատ է օգնում եւ ունեմ։ Փոքր Սոնա ապրում է։ Ու փոքրիկ Սոնաներ են ապրում։ Այո, ինչ ասել եմ եղել է Զինա ջան։ Անկեղծ եմ ասում, ոչ թե ինչ որ ես Աստծո մարդ եմ ու Աստծո իհարկե հավատքը մեր հայկական, առաքելական, բայց գիտեք ինչ ասել եմ, ես զգացել եմ, չգիտեմ, զգում եմ, ամեն ինչ զգում եմ։ Շատ լավ։ Կա տենց այդպիսի մարդիկ կան, կարծում եմ։ Իհարկե։ Իսկ դու քո երազներին հավատում ես։ Հավատում եմ ու երազներ շատ հաճախ եմ տեսնում այս վերջերս։ Ու գիտեք ինչ, աղոթ չեմ տեսնում, պարս, չգիտեմ, հիշում եմ ու մի պահ կար, որ ընդհանրապես չէի տեսնում երազներ, բայց հիմա տեսնում եմ, բայց գիտեք, անտեսում եմ, հետո չգիտեմ, բայց երազը առհասարակ ես երազին հավատում եմ։ Իրականություն որոշ առումով դառնում է։ Սոն, իսկ դու ունես սիրած երգ, որ քոնը չի, բայց ինչ ուզում ա լինում եւ նույն այդ երգը տենց միշտ էլ սիրել ես։ Այո, տունն իմ հայրենի երգը շատ եմ սիրել ու այդպիսի երգեր ավելի շատ հայրենասիրական երգեր եմ սիրում։ Կապ չունի ում երգն է, ոնց ես պատկերացնում եմ, որ ես կարող եմ այդ երգը երգել, նույնիսկ չերգեմ, այդ հոգուց է գալի այդ երգը, այն որ լավ երգ կա, լավ երգել կա, լավ կատարող էլ կա, լավ երգ, վատ կատարող, վատ երգ, լավ, բայց տունն իմ հայրենի երգը գիտեմ, իմ հոգուց այդ բխում է այդ երգը։ Շատ լավ։ Սոն, ունես դու կարգախոս։ Ինչ որ տենց միշտ որ քոնն է։ Կարգախոս, այո, միշտ առաջ։ Միշտ առաջ, շատ լավ։ TV թե ռադիո։ TV։ Ապրես։ Վերջի հարցին հուսում երկար չես մտածի։ Սիրած հաղորդավարի ունես։ Զինա Հակոբովնա։ Չէ, իսկապես տենց էլ կա, Սոն, ես հավատում եմ։ Չէ, անկեղծ ոչ թե ես հիմա եկել եմ հյուր կամ գովաբանություն, ոչ մի տենց բան չկա։ Դու իրական շատ լավն ես։ Քո տեսակով, հետո մենք շատ վաղուց ենք իրար ճանաչում։ Ինչքան վաղուց դու կաս, մենք ինչքան երկար ճանապարհ ենք անցել։ Ու իրականում համ թե դու որպես մարդ, թե որպես հաղորդավար իսկապես շատ լավն ես։ Միշտ պոզիտիվ ու դրական, ես չգիտեմ, քեզանից ինչ որ մի վատ բան երբևիցե չեմ տեսել։ Ու որպես այդ քո խոսքը, այդ գեղեցիկ արտահայտվելը ինձ շատ դուր գալիս է։ Իհարկե էլի կան հաղորդավարուհիներ, բայց գիտեք ինչ, միջինը չի լինում, կամ լավն է լինում, կամ վատը։ Ապրես,
ես այդ դրդ ավելի համաձայն եմ։ Սոն մենք ունենք օրվա հոբելյարներ։ Շնորհավորում եմ։ Տեսախցիկին է ու շնորհավորի։ Նախ հաղորդումը շատ գեղեցիկ է, նաև որ նաև շնորհավորում ենք մեր բոլոր հոբելյարներին։ Իրականում ես միայն ցանկանում եմ առողջություն, բոլորիս խաղաղություն, այդ երկուսը որ լինի, ընթացքում ամեն բան իհարկե կլինի։ Մենք էլ ավելի հանգիստ կապրենք, ավելի խաղաղ, կփորձենք աշխատել ձեզ համար։ Ուզում ես մի հատ ակապելա երգեմ իրանց համար։ Ես մեծ հաճ եմ։ Happy birthday to you. Happy birthday to you. Happy birthday. Happy birthday. Happy birthday to you. Tare dartse այսօր, tare dartse այսօր, tare dartse, tare dartse, tare dartse ձինայի մոտ։ Չոջելի է։ Սոնա դու ինձ զարմացրիր, ապրես, շնորհակալ եմ։ Լավ եմ, ոչ ձայնը սահված, ոչ հոգնած եմ, ոչ էլ քնից նոր եմ արթնացել, առանց Սոն իմ կարծիքով այդ խնդիրը դու չունես, քնից էլ արթնանաս նույն ձև կերքես։ Ամենատեպս ես շնորհակալ եմ քեզ լավ գործի համար։ Շնորհակալ եմ, որ արձագանքում ես։ Ի տարբերություն մնացած իմ ընկերներին, ենք մեկու մեջ ամաչում են, բան վստահ եմ դու էլ ես ամաչում, բայց խնդրում եմ, հենց նորություն է լինում, առաջինը գիտես, Ակոպովնան պիտի առաջինը ցույց տա։ Ես ընդհանրապես չեմ ամաչում այդ կոնկրետ այդ պարագայից իհարկե համեստություն կա, բայց գիտեմ ում մոտ եմ գալիս, ում մոտ պետք է գնամ, ամեն հաղորդումներ իհարկե չեմ գնում, դու էլ ինքդ գիտեմ, կանչում ես սերի լավ մարդկանց, դա ողջունելի է Զինա ջան։ Եվ ասեմ, որ եկող տարի թող բարով խերով գա իհարկե 2026 թիվը, ես սպասվում եմ համերգ, մենահամերգ, թե Երևանում մեծ մենահամերգ եւ արտ երկրներում տարբեր տենց ինչ-որ տենց հաջողություններ մենք քննարկենք։ Հետո կքննարկենք, այո, թող անակնկալ մնա մի քիչ։ Շատ լավ, իսկ ավարտին ես ասեմ, որ շատ շուտով ինձ մոտ սկսում են տոնական թողարկումները, հույսով եմ դու ինձ մոտ տաղավարում կլինես։ Իհարկե, սիրով, ովքեր որ հրավիրեն, ովքեր կհարգեն, ես էլ իրենց կհարգեմ եւ կգամ։ Շատ շնորհակալ եմ քեզ։ Քեզ էլ եմ շնորհակալ, քո աշխատակազմի շնորհակալություն։ Ապրես։ Իսկ այսքանից հետո շնորհակալ եմ հեռուստադիտողներին, որ հետևում են եւ միշտ սպասում են նորություններով լի թողարկումներ։ Մինչեւ հիմա ձեր Սոնա Շագեդյանն եւ իհարկե Զինա Ակոպովնան։ Ինձ փնտրեք բացառապես 21 TV եթերում։ Բարին ձեզ։ Այսօր նինես բախտավոր, այսօր բորով քո հագին, հարսի շորանգին։ Ասում ենք ես մենք այսօր նինես բախտավոր, այսօր բորով քո հագին, հարսի շորանգին։
Քավոր ջան, դե բաժակը վեր Քավոր ջան, դե բաժակը